Զրուցում ենք Զորամասի նորանշանակ հրամանատար Գնդապետ Գյոզալյանի հետ, շատ ուրախ եմ պարոն Գնդապետ, մենք ծանոթ ենք ձեր նախկին Զորամասը, որ դուք ծառայում եք, պակաս պատասխանատու հատված չէր, սա էլ շատ պատասխանատու հատված է, ուրախ եմ, որ դուք այստեղ Զորամասի հրամանատար եք։ Տեսանք մենք զրուցեցինք տղաների, տեսանք, որ բավականին շատ ինժեներական աշխատանքներ են կատարում, ամրապնդման և հզորացման, դիրքերի, դիտակետերի։ Կասեք աշխատանքները շարունակական են, ինչ է տեղի ունենում և ոնց է իրավիճակը ընդհանուր այս հատվածում։ Նախ ուրախ եմ, պարոն Զաքարյան, հերթական անգամ հանդիպելու մեկ այլ Զորամասում, որտեղ նոր եմ նշանակվել, մենք նախկինում էլ հանդիպել ենք և եղել ենք մարտական դիրքերում։ Ինձ համար շատ մեծ պատիվ է ծառայել հենց կոնկրետ այս Զորամասում։ Ինժեներական առումով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Զորամասում տարիների վեր և հիմա ներկայիս դրությամբ, որ երբ որ արդեն ես ստանձնել եմ հրամանատարությունը, շարունակում եմ ինժեներական աշխատանքների կատարման ընթացքը, հրակահավորում ենք, էլ ավելի արդիականացնում ենք, զարգացնում ենք, ամեն ինչ ուղղված լինի անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ողջ տեղամասում ինժեներական առումով մեծածավալ աշխատանքներ իրականացվել են և շարունակվում։ Յուրաքանչյուր օր մտածելով ավելացնել և լրակահավորել, էլ ավելի ապահով սարքել ծառայողների առօրյան մարտական դիրքերում ծառայություն կրելու ուղղությամբ։ Մենք խոսեցինք զինվորների հետ, նաև նորակոչիկների հետ այսօր չհասցրեցինք, հաջորդ այցին անպայման կխոսենք արդեն թող մի քիչ ոնց որ ասած սովորեն ռեժիմի ծառայության, ընդհանուր տղաների տրամադրությունը բարձր։ Կասեք ինչպես է այստեղ իրավիճակը կախված հակառակորդի գործողությունների հետ։ Գիտեմ, որ այստեղ իրանք փորձում են անդադ լարված պահել, ինչ-որ միտում ունեն, բայց Զորամասում զինծառայողների ընդհանուր հոգեբանական վիճակը, տրամադրվածությունը շատ բարձր հիմքերի վրա է, ողջ ազնագազմը մեծ տրամադրվածությամբ իրենց ծառայությունը կազմակերպում է թե մարտական դիրքերում, թե մշտական տեղակայման վայրում։ Բնական հակառակորդը փորձում է լարվածություն ստեղծի, բայց մեր տղաների գործելու հետ մեկտեղ հակառակորդը արդեն հասկանում է, որ չի կարող էլ ավելի իրականացնել։ Նախաձեռնությունը մեր տղաների ձեռքում են, ամեն վայրկյան հսկում է հակառակորդի կողմից բոլոր շարժերը։ Հուսով եմ, որ մեր տղաների կատարած ծառայությունը բարձր հիմքերի վրա է և ամեն վայրկյան պատրաստ են ցանկացած հակառակորդի կողմից սադրանքի դիմակայելու և արժանի պատիժ տալու իրենց։ Այդ պատիժ տալու մասին եմ ուզում ապարման խոսել, որովհետև պարոն Գնդապետ իշխան տեսնում եմ մանավանդ վերջերս ցանկացած ոտնձգություն խիստ պատժվում է մեր զինված ուժերի կողմից։ Դա ինչ-որ ազդեցություն թողել է հակառակորդի գործողությունների վրա։ Միանշանակ թողել է, հակառակորդը արդեն իսկ հասկանում է, երբ որ ինքը փորձում է, սկսում է մեկ գործողություն, անմիջապես մի քանի վայրկյան տարբերությամբ մեր տղաները պատասխան կարողանում են և մի քանի անգամ ավել հասցնել հակառակորդին։ Շատ լավ, պարոն Գնդապետ, շնորհակալ եմ, նորից շնորհավորում եմ ձեզ, ձեր թույլտվությամբ գնանք շարունակենք մեր այցը դիրքերը։ Շնորհակալություն, բարի ծառայություն ձեզ։ Շատ շնորհակալություն։ Թալիշ գյուղում վերականգնողական աշխատանքները առաջ են գնում, տեսանք կարևոր մի քանի շինություն արդեն ավարտին են հասցվում, ինչպես տեսանք մարդիկ էլ վերադառնում են քիչ-քիչ իրենց գյուղ, վերանորոգում են իրենց տները, ինչպես թալիշեցիներից մեկը ասեց, մոտավորապես 30 մարդ արդեն վերադարձել է, տներն են վերանորոգում, 4 կողմը տեսնում ենք վերականգնողական աշխատանքներ են գնում։ Եվս մի բնակիչ ապակիներն են բերել, տեղադրում են, արդեն կյանքը կա, շունչը կա գյուղում և հուսով ենք, որ սա շարունակական կլինի և շուտով արդեն մանուկների կչկչոցը, կանանց զրույցները, այդ ամեն ինչը կլծվի հետ գյուղ
Եվ գյուղը կապրի իր սովորական կյանքով։ Չի մատերիալ եք բերել։ Մենք տեսանք ճանապարհին Թալիշ գյուղում վերանորոգման աշխատանքներ են գնում։ Ձեր անունը կասեք։ Պետրոս ջան։ Դուք Թալիշի բնակիչ եք։ Այս ձեր տունն եք վերանորոգում։ Հարևանի տունն է։ Արդեն լավ է, որ հարևաններով իրար օգնում եք, դա էլ ասել լավ։ Ո՞նց է գնում աշխատանքները, նորմալ է։ Լավ է։ Հաստորեն վերաբնակեցնելու ձեր տրամադրությունը անփոփոխ է։ Գալիս եք տները վերանորոգում եք։ Ո՞նց է գնում, դեր տունել ես, քո տունել ես վերանորոգել։ Չէ, տունը հարմար է, գիտար գողա։ Հա, չեմ կարելի վերանորոգել։ բա ինչ եք մտածել անել։ Եմ ուրիշ տեղ կսարքուсь։ Էլի Թալիշում։ Թալիշում բավարիչ որտե։ Բավարիչ որտե։ Ո՞նց է, սա աշխատանքները ո՞նց է։ Նորմալ առաջ է գնում։ Նորմալ։ Լավ։ Բա հարևանը ուր է, ում տունն է։ Հարևանն էլ ուրիշ գործի է։ Հարևանն էլ ուրիշի տունն է։ Չէ, ջրերն է սարքում, դիրում։ Հա, ջրերն է սարքում։ Այսինքն մարդիկ սկսել են վերադառնալ արդեն։ Հա։ Վերանորոգում են տները, շատ կան տնտեսություններ որ։ Մի 30 ջան։ Մի 30 հոգով եկել եք արդեն։ Մարդը արդեն բնակվում է։ Իսկ ընտանիքներ որ վերադարձել են արդեն, թե մենակ տղամարդիկ են։ Մենակ տղամարդիկ են, որ հարմարություն չկա, ընտանիք ուզեր։ Տղեկ ո՞նց եք։ Շատ լավ։ Լավ, ո՞նց է աշխատանքները։ Լավ։ Ել ես Թալիշեցի։ Չէ։ Որտե՞ղ։ Ես տպլուից եմ։ Տպլուից ես։ Բա ինչ ես արել։ Ուղղակի օգնում ես։ Հա, ո՞ց եք անում։ Տուն եք պատրաստում։ Տուն եք պատրաստում, բայց դու Թալիշեցի։ Չէ։ Չէ։ Բա ում համար եք պատրաստում։ Թալիշեցիների համար։ Էլի բանա, շատ կարևոր գործ եք արում, Տորիկ ջան, շնորհակալություն։ Բա տանտերը ուր է, չտեսանք տանտերը։ Դեր են աշխատանք։ Ուրիշ դեղ է։ Հա։ Հա, դուք իր տունը սարքում եք, ինքն ջրագիստ է սարքում։ Հա, իդե ջուրը դեմա մենք կմենք։ Ոնց է, երբ կվերջացնեք։ Չեմ են 5 օր։ Հա։ Տանիքը կապում եք ու արդեն պատրաստ է։ Քոչում ուրիշ տուն։ Ու գնում եք մյուս տունը արդեն։ Էլի Թալիշ։ Հա, Թալիշում ունենք, դե մի 4 օր։ Մի 4 տուն ունեք վերակառուցել։ Շատ լավ է, շատ լավ է։ Շնորհակալություն ձեզ։ Ապորցանք։ Էս էլ է ծառայություն, դες բարի ծառայություն է։ Հաջողություն։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամառացի են, հանել ենք հետներս ենք, տանեմ։ Կերամամառացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամառացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Ինչպես հիշում ենք, ապրիլյան պատերազմը հենց այստեղ սկսվեց։ Այս հատվածում, ոչ կոնկրետ այս դիրքում, բայց այս հատվածում, եւ դրանից հետո մենք մի քանի անգամ այցելել ենք այս դիրքերը, ծանոթացել իրավիճակին, ճշտել թե ինչպիսի փոփոխություններ կան, արդյոք արդիականացվում են, մեր տեխնիկական զարգացածությունը ինչպիսին է, հագեցված են դիրքերը տեխնիկական միջոցներով, արդյոք շինարարական աշխատանքները, ուժեղացման, հզորացման դիրքերի ինչ վիճակում են։ Արդեն իսկ ճանապարհին մենք տեսանք, ճանապարհներից տեսանք, որ շարունակվում է դրական փոփոխությունները, ճանապարհները երևացող հատվածներ կային, որոնք ավելի խորացվել էին, արդեն ոչ մի կոնկրետ մեր դիրքերը, որ մենք բարձրացանք, ճանապարհին այնպիսի հատված չկար, որտեղ հակառակորդը կարողանար խոցել մեր մեքենային, նաև չկան
խոչընդոտներ անանցանելի ժամանակին այստեղ ցեխերի ժամանակ եւ ձմռան ընթացքում դժվար անցանելի տեղեր կային, այդ տեղերը տեսանք, որ խճակարով լցվել էին եւ ամեն ինչը դեպի լավն է գնում։ Դիրքերում նույնպես բավականին շատ արդեն իսկ այսօր առավոտյան մենք նկատեցինք, ամեն ինչ չի իհարկե որ գաղտնիության ռեժիմից ելնելով մենք կարող ենք ձեզ ցուցադրել, բայց հնարավորինս ձեզ կցուցադրենք, թե ինչպիսի վիճակում է դիրքերը, տղաների տրամադրությունը, հակառակորդը այստեղ փորձում է լարված պահել, բայց մեր տղաների հուշկու եւ տեղին պատասխանները նրանց ստիպում է, որպեսզի իրենց բներում մնան։ Հիմա կմոտենանք արդեն մեր տղաներին, կզրուցենք նրանց հետ, կծանոթանանք իրավիճակին եւ այդ ամենը իհարկե սիրով ձեզ կներկայացնենք մեր այսօրվա եթերի ընթացքում։ Զրուցում ենք կապիտան Մինասյանի հետ, պարոն կապիտանը ինստիտուտից հետո անմիջապես եկել է այստեղ եւ արդեն քանի տարի է պարոն կապիտան։ 5 տարի։ 5 տարի է որ ծառայում է այս դիրքերում, ամեն ինչին մասնակցել է կարելի ասել եւ պատերազմին չէ պարոն կապիտան։ Այո։ Ուզում ենք այսօր նախ առաջին հերթին իմանանք իրավիճակի մասին, ինչպիսին է իրավիճակը, ինչպես է իրեն պարում հակառակորդը եւ արդյոք ինչ որ վերջերս խախտումներ եւ այլն տեղի ունեցել այս հատվածում։ Իրավիճակը ներկապային հանգիստ է, խախտումներ այսօր չեն գրանցվել, բայց եղել են մի քանի օր առաջ հակառակորդի կողմից թեթև խախտումներ, երբ հակառակորդը փորձում է կոնկրետ նպատակային ինչ-որ գործողություններ իրականացնել, օրինակ բնակավայրի հրետակոծություն եւ այլն, կոնկրետ դիրքի կացարանին, մեր կողմից միանշանակ կերպով ճնշվում է հակառակորդի գործողությունները պատասխան հարված անպայման միանշանակ պատասխան հարված հասցվում է եւ ավելի ծանր, քան իրենք պատկերացնում են, որ կարող է իրենց մոտ այդ տիպի պատասխան ստանան։ Հասկանալի է, պարոն կապիտան։ Իսկ այ հակառակորդը այստեղ այդպիսի տպավորություն կա, որ իրենք անդադ փորձում են այս հատվածում լարվածությունը պահել։ Գիտեմ, որ շարունակական ձեր մոտ աշխատանքներ են կատարում, կոնկրետ այս դիրքը ես ինքս իմ աչքով նկատեցի, անցած անգամ եղել եմ այս դիրքում, փոփոխությունները բավականին մեծ են։ Ինչքան ժամանակում կարողացաք, ես մոտավորապես հիշում եմ ինչքան ժամանակում, բայց կուզեմ դուք ասեք, ինչքան ժամանակում հաջողվեց դիրքը բերել այս վիճակի։ Ես տեսնում եմ, որ խրամուղիները, կրակակետերը, դիտակետերը մեծ փոփոխության են ենթարկվել։ Տեխնիկական զարգացածության մասին կուզեմ խոսեք։ Կա փոփոխություն, չկա, ինչպես է։ Շատ կարճ ժամանակահատվածում մեր մարտական դիրքերը բերվել են նորմալ վիճակի, մանավանդ այս դիրքը մի քանի օրում մեր զինվորների, մեր սպաների ուժերով, միջոցներով շնորհիվ մարտական դիրքերը վերանորոգվել են։ Տեխնիկապես զարգացել է մեր մարտական դիրքերը, շատ ուժեղ նոր բաներ կան, ես նոր, հա, շատ անունը գիտեմ, որ չեք ուզում տակ, դրա համար ես ինքս տեսա տեխնիկական միջոցներով զարգացած է, բոլոր շարժերը հակառակորդի հսկվում է մեր կողմից, ցանկացած տիպի, թե ցերեկը, թե գիշերը, թե այն ժամին, որ իրանք չեն պատկերացնում, որ այդ րոպեին մենք կարող է իրանց շարժը հսկենք, մենք հսկում ենք։ Բոլոր իրավիճակը վերահսկելի է մեր կողմից։ Որ ասում եք սպաների զինվորների միջոցով նկատի ունեմ իրենց ֆիզիկական աշխատանքով, ոչ թե ֆիզիկական աշխատանքներով, ուղեղի միջոցով, տարբեր միջոցներով մարտական դիրքերը ներկապային բոլոր զինվորներն էլ գոհ են, չեն դժգոհում մարտական դիրքի կառավարվածությունից, ապահով են, ամենակարևորը անվտանգության կանոնների առումով։ Այստեղ դիպուկահարներն են շատ ինտենսիվ աշխատել ժամանակին, ինչ որ փոփոխություն կա, գիտեմ, որ պատժիչ գործողություններ եղավ եւ մի քանի դիպուկահար նրանք այս հատվածում կորցրեցին։ Հիմա դրանից հետո փոփոխություն կա, պակասել է գոնե դիպուկահարների աշխատանքը այստեղ։ Պակասել է դիպուկահարների գործողությունները, բայց նորից նույն հակառակորդնամն ունենք, կան դիպուկահարներ աշխատում են։ Զգուշությունը պետք է պահել։ Զգուշությունը անվտանգության կետերը, կանոնները պահում ենք, որպեսզի չխոցվենք։ Շատ շնորհակալություն, պարոն կապիտան։ Ձեր թույլտվությամբ կուզեմ զրուցել նաև մեր դիրքապահ տղաների հետ, եթե կուղեկցեք, սկսենք դիրքի հավաքից, անցնենք տղաներին։ Խնդրեմ։
Բարև պարոն Գրսեր ջան։ Ո՞նց ես։ Ազգանուն կասես։ Սարգսյան։ Գրսեր ջան Սարգսյանը, ինչպես մեզ ներկայացրեց պարոն կապիտանը, դիքի ավակն ես։ Ո՞նց է ծառայությունը նախասեմ։ Շատ լավ։ Լավ է։ Ինչ ես տեսպի տեսակով, տխուր չես։ Չէ։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ Մի տարուց ավել մի քիչ։ Մի տարուց ավել մի քիչ։ Ինչքան ժամանակ է դիրքի ավակես։ 6 ամիս։ 6 ամիս։ Ոնց է այդ պատասխանատվությունը, որ նման կարելի ասել պատասխանատու դիրքի ավակ լինելը, այսինքն քո զինվորների համար, քո ընկերների համար պատասխանատուն դու ես։ Եվ նրանց լավ արարքների համար եւ նրանց վատ արարքների համար։ Այ դու 20 տարեկան ես, հա? 19 տարեկան տղա եւ քեզ տրվել է մի քանի զինվորի պատասխանատվություն եւ հրամանատարության առաջ ես դու պատասխանատու եւ նրանց ծնողների առաջ։ Այ ես կուզեմ այդ պատասխանատվության մասին խոսես։ Ոնց է, կարողանում ես։ Պատասխանատվությունը շատ մեծ է։ Շատ դժվար է սկզբից, բայց երբ որ հարմարվում ես, արդեն իմանում ես ոնց։ Իրանք էլ բոլորն էլ հասուն տղաներն հասկանում են ամեն ինչ։ Արդեն մի քիչ թեթևանում է, էլի սա, բայց մեկը պատասխանատվությունը մնում է շատ մեծ։ Իհարկե պատասխանատվությունը մնում է շատ մեծ, որտեղ վտանգը կա, իհարկե տղաները այ անվտանգության կանոններից կուզեմ, այստեղ շատ կարևոր է։ Չկա անկարևոր տեղ, բայց համենայն դեպս այստեղ ամենավտանգավոր դիրքերից մեկում շատ կարևոր է ոչ մի վայրկյանով հանգարց չշփոթվեն, անվտանգության կանոնները չխախտեն, որտեղ հակառակորդը քնած չի։ Այ ինչ որ ժամանակ, եթե կրակոցներ չեն լինում, եթե որևէ գործողություններ չեն լինում, զգոնությունը չթողելու համար դու խոսում ես տղաների հետ, բացատրում ես։ Տղաները արդեն գիտեն, որ դա երբ որ հակառակորդը չի կրակում, իրանք ավելի զգոն են կանգնած, որովհետև ավելի լարված ես լինում, երբ որ հակառակորդը չի կրակում կամ ինչ որ շարժ չկա, տղաները բոլորը ավելի կասկածամիտ են դառնում ու ավելի լարված են կայնում ու զգոն են։ Շատ կարևոր է, շատ կարևոր է, շատ կարևոր։ Իսկ ոնց է հարաբերությունները տղեկի, այ իրար մեջ ոնց եք։ Գիտեմ էլ է քո վրա այդ պատասխանատվությունը։ Հարաբերությունները ընտանիքի ինչ ոնց ընտանիքում նույնձև դիրքում։ Տարբերությունը շատ քիչ է։ Հա։ Հարազատ աղբերներ եք էլ իրար դառնում։ Ձեր սերունդը տարբերվում է, ասեմ ձեզ, նրանով է տարբերվում, որ այստեղ դուք զեքը ուսներից հայրենիքը պաշտպանելով իրոք արյունակից եղբայրներ եք իրար դառնում։ Եվ ես շատերի հետ արդեն խոսում եմ զորացրվածների հետ։ Իրենք ասում են, որ ամենալավ ընկերությունը ձեռք են բերել հենց դիրքերում։ Եվ այդ ընկերությունը շարունակվում է եւ երևի մինչեւ իրենց կյանքերի վերջ կշարունակվի ամենալավ ընկերները կմնան հենց դիրքապա տղերքը, ովքեր մեկը մյուսի թիկունք են պահել։ Պատասխանատվությունից հասկանալի է, որ դիրքի ավակը մեծ պատասխանատվություն ունի։ Իսկ այ լինում են դեպքեր եւ քո զինվորներից որևէ մեկը անձնական հարցերով քեզ դիմի որպես օգնություն։ Այդպիսի բան լինում է, որ դու խորհրդի կարգով կլինի կամ դու դիմես վերադասին։ Կա այդ վստահությունը, առանց բանի, առանց ձևականության եմ ուզում ասել։ Քաշվելու բան ընդհանրապես չկա, որովհետև ոնց իրանք են իմ հետ, նույնիսկ ես իմ հրամանատարների հետ եմ։ Հա։ Այսինքն շատ է եղել դեպքեր, որ ասենք անձնական ասենք ինչ որ հարց է եղել, որ ես կարամ իրան ինչ որ բանով թեկոս խորհրդով օգնեմ։ Հա։ Նույնիսկ էլ ես։ Հա, այսինքն դու ես պետք է ազդեցքում ընկերներդ են կարող ես դիմել, այդտեղ արդեն դիրքի ավակը այդքան կարևորություն չունի, ինչքան ընկերությունը, հա, ինչքան։ Հա, հասկանալի։ Ոնց է իրան պահում հակառակ քրտը, այդ հարցին էլ խնդրում եմ պատասխանես։ Այս ձեր հերթապահության ընթացքում շատ է եղել խախտումներ, շատ են համահարվում։ Հերթապահության ընթացքում ընդհանրապես կարելի ասել միշտ էլ լինում են խախտումներ հակառակորդի կողմից։ Հա։ Բայց մենք զգոնությունը ընդհանրապես չենք թույլատնում։ Հա։ Մեր անվտանգության կանոնները լրիվ պահում ենք։ Հա։ Դեպքեր լինում են իհարկե, որ հակառակորդը սկսում է շատ ինտենսիվ կրակել, բայց մենք արդեն գիտենք ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, որ սա ասում լավ պատժում ենք, հա, վերջերս։ Որտեղ է գալիս, հա։ Իսկ այդ պատժիչ գործողությունները, եթե իրենք ասեց արդեն պարոն կապիտանը, հենց որ կարող ես հանգիստ ասել, եթե իրանք ձեր ուղղությամբ են կրակում կամ կրակում են ձեր հարևան դիրքերի ուղղությամբ եւ գիտեն, որ դուք նրանց կրակակետերը ճշում եք եւ պետք է ազդեցքում նաեւ վերացնում եք։ Նման գործողությունները դաս տալիս է թշնամուն, դրանից հետո ինչ որ
Գոնե տևական ժամանակ, ինչ-որ ժամանակ նրանք հանգստանում են։ Ինչ-որ ժամանակ հանգստանում են, անգամ երբ որ ինչ-որ ինժեներական աշխատանք են կատարում կամ ինչ-որ տենց շարժ կա իրենց մոտ, դադարում է այդ շարժը, բայց ինչ-որ ժամանակ հետո նորից հետ է գալիս։ Լրիվ չեն հասկանում էլի փաստորեն։ Լրիվ չեն հասկանում։ Շատ շնորհակալ եմ Դիրքի Ավագ ջան։ Քո թույլտվությամբ, պարոն կապիտանի ուղեկցությամբ կզրուցենք նաև ձեր դիրքապահ ընկերների տղերքի հետ։ Շարքային Խաչատրյանը մարտական հերթապահություն է իրականացնում, դիտարկում էր անում, ես էլ իհարկե առիթից օգտվեցի, իր հետ նույնպես դիտարկում արեցինք մի փոքր։ Ոնց ես նախ։ Շատ լավ։ Շատ լավ, ինչքան ժամանակ ծառայում ես Խաչատրյան ջան։ Մի տարուց ավել արդ։ Մի տարուց ավել արդ։ Ոնց անցնում ծառայությունը։ Շատ լավ անցնում։ Շատ լավ անցնում։ Դու որ եկար այստեղ փաստորեն պատերազմը նոր էր եղել։ Եղել է արդ։ Հա։ Արդեն վերջացել էր ոնց որ ասես, վերջից հետո ես եկել, հա։ Երբ որ եկար այստեղ գիտեի որ սա վտանգավոր ամենաթեժ կետերից մեկն է եղել ժամանակին եւ դու եկել ես այստեղ ծառայության։ Այ ուզում եմ քո առաջի տպավորությունը։ Ինչ էր անցնում մտքովդ որ եկար այստեղ ծառայելու։ Վախ կար թե ընդհակառակը մտածում էիր որ այ դու եկել ես այնտեղ որտեղ պետք։ Այ կուզեմ դու քոնը, ես չեմ ուզում հուշած լինեմ։ Այդ ժամանակ դեմ մտածում ես որ կարիք ավելի շատ կա այստեղ լինելու։ Հա։ Քանի որ ինքը իրոք վտանգավոր տեղ է, դրա համար պիտի իսկական տղերքը այստեղ լինեն։ Իսկական տղերքը լավ ասեցիր։ Հա։ Այսինքն ինչ որ փոշմանել կամ ված գալ, որ այստեղ չէ, փոշմանել, դա չես կարող փոշմանես, որովհետև շատ կարևոր գործ ես դու անում։ Այս գործը շատ կարևոր է ու ինձ չի թվում որ կարաս փոշմանես։ Իհարկե։ Հպարտություն կար այսինքն, որ դու եկել ես քո ընկերների, հա։ Ընկերների, ընտանիքի, հարազատների, մեր հայրենիքի համար։ Տղեկ կան որ ասում են նույնիսկ նախանձում են այն տղեկին, ովքեր կռիվը տեսել են, որ իրենք այստեղ այդ ժամանակ չեն եղել, որ Դե հա, դա տենց է։ Հա։ Մենք էլ կուզենայինք այդ վաղ ստեղ լինենք, իրանց կողքը լինենք, բայց մեղավոր չենք որ մի պրիզիվ փոքր ենք։ Ընդհանուր գոհ ես ծառայությունը։ Գոհ եմ։ Քեզ ինչ տվեց ծառայությունը, որպես տղա, որպես Այ Խաչատրյանը միջև գալը եւ Խաչատրյանը գալուց հետո փոփոխություն կա քո մեջ։ Փոփոխություն շատ կա։ Դա շատ միանգամից երևում է փոփոխությունը, թե մտածելակերպի, թե ասենք բնավորության։ Հա։ Ու տես լիքը մանր բաներ։ Փոփոխությունը շատ ուժեղ երևում է միանգամից։ Աչքերիդ մեջ էլ է երևում, ասեմ քեզ։ Ես ցավը տան, դուք արդեն միանգամից դե տղամարդ եք դառնում։ Եվ միանգամից ես խոսեցի քո Դիրքի Ավագի հետ, գոհ ես նախ Դիրքի Ավագից հետ ոնց։ Իհարկե գոհ եմ։ Հա։ Ընկերներ ենք, ոչ մի խնդիր չկա։ Իսկ հրամանատարություն, զինվորներ, հարաբերությունները վերջին ժամանակում ոնց է։ Հրամանատարության հետ էլ է շատ լավ։ Հա։ Ես տես բաներ չեմ նկատել, որ ասենք վատ լինի, իրոք ամեն ինչ ընկերական է այստեղ։ Հա։ Չգիտեմ։ Մյուս տեղերը չգիտեմ, բայց մեր մոտ սա ամեն ինչ լավ է։ Իսկ դժվարությունները հաղթահարելի են նոր եկողների համար եմ ես ուզում հարցնեմ։ Սկզբից պարզ ռեժիմին հարմարվելու եւ այլի դժվարություններ կան։ Ինչքան է տևում մոտավորապես որ հարմարվես այդ փոփոխությանը։ Քաղաքացիական կյանքից ազատ, այսպես մաման գալիս ասում է վեր կաս չես վեր կենում։ Դե արդեն քանի որ մտել են ստեղ, արդեն պիտի հարմարվեն իրանք։ Հա։ 1-2 տարի ստեղ են լինելու։ Իսկ դուք ծայ նոր եկած զինվորների հետ հնարավորություն ունենում եք զրուցեք, ոնց որ ասած կոպիտ ասած դուխ տակ, հա, ոնց որ Դե իրանք արդեն եկել են բատալյոններ։ Հա։ Ճիշտ է, այն թազա եկածները հələ չեն եկել, իրանց վախտը չի, բայց ով որ եկել է, բոլորը դե զրուցում ենք։ Հա, այսինքն 6 ամսվա ծառայողները արդեն բարձրացել են, հա։ Հա, 6 ամիս ոչ մեկ դեռ չի բարձրանում, դա գիտենք, բայց իսկ այն նորակոչիկների դուք դեռ չեք հասցրել, հա։ Նորակոչիկների չենք հասցրել։ Հա, հասկանալի է։ Եղավ, Խաչատրյան ջան, շատ շնորհակալություն, բարի ծառայություն, ամփորձանք։ Այդ այնց ոնց որ ծառայել ես, ասեցին որ շատ լավ ծառայող ես, տենց էլ ծառայես մինչև վերջ։ Ծնողներիդ ես շնորհակալություն, որոնք հպարտանում են քո նման տղա ունեն։ Առաջ։ Շարքային Հարությունյանն է, նույնպես մարտական հերթապահության էր, դու էլ հա մի տարվա ծառայող ես։ Հիմնականում տղերքով ոնց որ նույն, հա, նույն զորակոչից եք։ Հա։ Ոնց ավելի հեշտ է, իրար հետ եկել եք, իրար հետ տուն եք գնալու, հա։
Արդեն ձեր ավակ սերունդը գնաց տուն պաստորեն։ Հա։ Ոնց է ծառայությունը, գոհ ես տղա ջան։ Շատ։ Շատ։ Այ քեզ նոր Խաչատյանի հետ խոսում էինք, ասեց որ իրեն շատ բան է տվել։ Դու ինչ կասես, որ եկար հետաքրիր է ինձ։ Նույն ժամանակ ես եկել, այստեղ պատերազմը նոր ավարտվել էր, հա եկար։ Այ ինչ զգացի, որ իմացար, որ եկել ես ծառայելու, ես թեժ կետում։ Զգացի ավելի պատասխանատվություն կրեմ ին վրա։ Ահա։ Եվ պաշտպանեմ ավելի մեր հողերը, մեր ընտանիքները, հա, քույրերին, եղբայրներին, մեր հայրենի հողը։ Դուրս եկա որ ուրախ էր էլի։ Հա։ Հա, իսկ վախ։ Վախ չկար։ Չկար ընդհանրապես։ Ես չեմ տեսել մեկը ասի որ վախենում է։ Չէ։ Այս զինվորը չի վախենում էլի։ Ոնց է իրան պահում, հակառակորդը ոնց է, խելոք մնում աստեր։ Դե մեկ-մեկ կրակում է, բայց դե հա, դի նորմալ է։ Էդի նորմալ է։ Իսկ ոչ չի կրակում։ Էդի աննորմալ։ Էդի աննորմալ։ Եթե հակառակորդը կրակում է, ուրեմն նորմալ է այս դիրքերում։ Եթե չի կրակում, արդեն աննորմալ է։ Այդ արդեն պատկերացեք, թե ինչպիսի դիրքերում են գտնվում։ Ես շնորհակալ եմ քո ծնողներից, շնորհակալ եմ քեզնից քո ծառայության համար տղա ջան։ Անփորձանք ամենակարևորը զգուշ եղեք։ Միշտ հիշեք, որ ձեզ տանը սպասում են ոչ միայն քո ծնողները, այլ ամբողջ հայ ժողովուրդը եւ օր ու գիշեր։ Եվ սոցցանցերում եւ հեռուստատեսություն, այսօր մարդիկ սոցցանցեր հեռուստատեսություն մտնում են նայելու հիմնականում սերիալներից զատ իհարկե։ Իմանալու համար թե ինչ է կատարում սահմանում, բոլորը անհանգիստ են, բոլորն էլ մտածում են, որ դուք ողջ առողջ վերադառնաք ձեր տները։ Շնորհակալություն, քեզ վայ ծառայություն զգուշերի զգոների։ Լավ, առաջ։ Պարոն կապիտանը ասեց, որ Մուրադյան Շամիլը ազգությամբ եզդի, հա? Ռուսաստանից վերադարձել է հատուկ, որպեսզի ծառայություն անցկացնես, հետ գնաս աշխատում է Ռուսաստանում։ Թե ապրում եք։ Իրականում աշխատանություն է, բայց աշխատելու որնում էր աշխատում են, գործանում էր աշխատում է։ Հա, ուղղակի ձերուն գնդեղ են ապրում հիմա։ Հա, հիմա դե են ապրում։ Ու դու եկար ծառայես Հայաստանում, հետ գնաս ծառայողների մոտ։ Ոնց է ծառայությունը։ Ոչ ես փոշմանել որ եկել ես։ Չէ, չեմ փոշմանել։ Լսել ես քո եզդի հերոս աղբերների մասին, մանավանդ պատերազմի ժամանակ մեր Քյարամը Սլոյան։ Ինչ զգացիր, որ դու եկար, որ քո եզդի աղբոր կարելի ասել Քյարամի գործը շարունակելու։ Նրա գործը պրոստը ինքը որ զոհվեց, հերոսաբար զոհվեց։ Հա։ Եվ որ լսեցինք էլ, պրոստը մի քիչ դժվարաբար էր, որ գլուխը դրել են։ Ինչ որ մնում է եկել նրա գործը շարունակելու։ Հա։ Ազգությունում էր ոնց որ եղբայրին դե տարբերություն չկա հայի միջև ու եզդու միջև աղբերությունը նույն հողն են պաշտպանում։ Իհարկե, մեր հայրենիքն է։ Համարին կռիվ տալու։ Հա։ Ու ես ուրախ եմ որ եկել եմ ստե ծառայելու։ Ազգությունը երկուսն է, հայրենիքը մեկը է, հենց այդ ես ուզում ասած, ես հասկացա ինչ ես ասում։ Ես իհարկե շատ գոհ ու շնորհակալ եմ որ քո նման տղաները մանավանդ որ հնարավորություն ինձ թվում է կունենայիր չգալու, չծառայելու, բայց դու նախընտրել ես որ գաս ծառայես քո հայրենիքին։ Իհարկե հույս ունեմ որ ժամանակ կգա որ ոչ թե գաս ծառայելու, գաս ապրելու քո հայրենիքում։ Անպայման։ Դու ո՞նց ես մտածում։ Ուզես։ Ես դե ապրենք էլ է կադում ենք ապրում ենք էլ։ Հա, տունը պահել եք ասի։ Անպայման։ Հա, տունը կա, տնտեսությունը կա։ Հա։ Լավ է ամեն ինչը, գոհ ես ծառայությունից։ Շատ։ Հո ինչ որ դժվարություններ, բան։ Դե դժվարությունը դեմից է։ Հա։ Հետո մի քիչ դժվար է, արդեն սովորել եմ։ Արդեն սովորել ես։ Ծնողները շատ են անհանգստացնում։ Այլ անհանգստանում, ոչ թե անհանգստացնում։ Դե։ Հա։ Չինում առանց անհանգստանալու։ Հա։ Այ ինչ կասես իրանք հեսա քեզ տեսել են։ Առիթ կա անհանգստանալու, ոնց աստեղ, ապահովել։ Չկա անհանգստանալու, ես կասեմ էդի, որ ես դե ապահովեմ ավելի լավ աստե, ու սահման եմ պաշտպանում մեր հայրենիքը։ Հա։ Չանհանգստանալ մեր տարուց հետ է վերադառնալու նորից։ Հա, մի տարուց տուն ես գնալու։ Ես էլ ուզում եմ անձամբ շնորհակալություն խնդրել, շնորհակալություն ասել, այսինքն Շամիլի ծնողներին, որ ձեր տղան եկել է, ծառայում է հայրենիքում, իր պարտքն է կատարում եւ համոզված եմ ողջ առողջ կվերադառնա ձեր մոտ, արդեն տղամարդ դարձած, արդեն իսկական տղամարդ դարձած եւ շարունակես քո ծնողների գործը, քո անկերների գործը էստեղ է շարունակում, քո ծնողների գործը կշարունակես արդեն քաղաքացիական կյանքում։ Շնորհակալ եմ քեզ Շամիլ ջան, բարի ծառայություն, անփորձանք, ամենակարևորը զգուշ եղիր եւ իհարկե
մի մոռացի, որ ինչպես որ ամենտեղ գրել կպցրել եք, թշնամի նենգ է եւ ամեն վարքյան պատրաստի նենգությունը անել։ Մենակ զգուշ եղեք, եղավ։ Շնորհակալություն։ Հա, հերթական ինչպես խոսեցինք, սա է նոր դիտակետ է, նոր որակի, լավն է, ապահով է, տղաները եւ իհարկե հովա չէ՞ այստեղ տարբերություն։ Այստեղ եղանակը չորային է եւ շատ արևը շատ ուժեղ վառում է եւ նման դիտակետները ոչ միայն ապահովությունն է, այլ նաեւ այստեղ իրոք ի տարբերություն մյուս դիտակետի, որ խոսում ենք, այստեղ հով է եւ նույնիսկ այսպես հագնված այդքան շոկը չէ զգում, մի տեսակ կարծես թե օդափոխիչ աշխատի, երևի այնպես է նախագծած, որ օդը մեջը նույնիսկ պտտվում է, խաղ կա օդի եւ իհարկե այս բետոնե ծածկերը իրենց ապահովում են, որ այստեղ հող լինի։ Հողը իհարկե բետոնը այդ ամեն ինչի իրար հետ եւ ամրությունն է եւ հով է։ Եվ իհարկե տղաների համար մի փոքր ավելի հեշտ է դառնում նման տեղ դիտարկումը նման տեղից կատարել, նման տեղ մարտական հերթապահություն անցկացնելը։ Շոկը իրեք որ շատ տեղերում անտանելի է դարձել եւ այդ նման ձևերով ինձ թվում է այս խնդիրները լուծում են եւ ապահով եւ իհարկե ավելի հաճելի ծառայություն անցկացնելու։ Դե ինչպես միշտ ավանդական դարձած մեր դիրքի սուրճը տղաները հյուրասիրում են անպայման։ Ասեմ ձեզ, որ հենց որ խոսում ենք փոփոխությունների մասին, այս խոհանոցը, հա, տենց եք ասում, խոհանոցն է այս Շաշարան խոհանոցը նույնպես շատ հավեսով կոկիկ, մաքուր սարքած է, շնորհակալություն։ Ասեմ, որ ինչպես եւ դիրքում խոսեցինք, շատ կարեւոր է որ այստեղ հով է։ Եվ իհարկե խոհանոցի մի քանի անգամ դες ցույց ենք տվել, այսպես դասավորված ամեն ինչը տեղին տղաները պահում են եւ կարեւոր է որ այն լինի հով տեղում, որպեսզի չփչանա ուտելիքը։ Եվ իհարկե հաճելի է հով տեղում նման շոկերի ժամանակ եւ ճաշելը եւ սուրճ խմելը եւ ընդհանրապես տղաների համար նաեւ այստեղ զրուցարան է, ազատ ժամանակ այստեղ կարող են նաեւ նստել, հանգստանալ։ Կացարանը նույնպես շատ լավ կահավորված է, շատ մաքուր է, որպես կանոն մենք արդեն կացարանները չենք նկարում, ելնելով անվտանգության եւ գաղտնիության պայմաններից։ Հերթական այցը, հերթական հաճելի ժամանցը մեր տղաների հետ, բարձր տրամադրությամբ վերադառնում ենք Երևան, այս ամեն ինչը ձեզ ներկայացնելու մեր եթերի ընթացքում։ Շնորհակալություն, կհանդիպենք արդեն եկող շաբաթ Շանթի եթերում նույն ժամին։